երբեմն լինում էր, որ վիրահատության ընթացքում դուրս էին գալիս, արյուն էինք տալիս այդ զինվորներին, նորից գալիս վիրահատում ենք շատ հաճախ, բուժառուները նկարները վերցրած, ձեռքերը գալիս են, ասում են ինձ այ սրանից, բայց ինքը լրիվ ուրիշ դեմք ունի, ինքը լրիվ ուրիշ շուրթեր ունի, ինքը ուրիշ այտոսկրեր ունի, դու դրանից չես ստանալու։ Երբ որ դու գեր ինքնավստահ ես քո ուժերին, չես տեսնում թերությունները։ Լավ է, որ դու ինքնավստահ ես, գիտես, որ դու կարող ես անել, բայց պետք չի, որ դու դրանից կուրանաս։ Պլաստիկ խիրուրգիան 1980 բառից համար դա բիզնես գործունեություն է, բժշկության ինչ-որ ծառայության մատուցում բիզնես առումով, որովհետև ոչ մի բուժառը քո մոտ հիվանդ չի, ոչ մի բուժառու պրոբլեմ չունի բացի էսթետիկ արատներից։ Չի կարա 55 տարեկան կինը նման լինի, ասենք 35-ի, չէ։ Յուրաքանչյուր տարիք իր հմայք ունի, իր գեղեցկություն ունի։ Ողջույն, ձեզ հետ է ձեր լավ բժիշկը։ Այսօր մենք հյուրընկալել ենք պլաստիկ և վերականգնողական վիրաբույժ, Da Vinci կլինիկայի համահիմնադիր բժիշկ Սեյեդ Ղազարյանին։ Բարև ձեզ, բժիշկ Ղազարյան, շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ։ Դուք շատ հետաքրքիր մասնագիտական ճանապարհ անցած վիրաբույժ եք եւ որպես ուսանող, ով որ ուզում է դառնա վիրաբույժ, շատ հետաքրքիր կլինի լսել ձեր պատմությունը, թե ոնց որոշեցիք դառնալ բժիշկ եւ հետո նեղ մասնագիտությունը ոնց ընտրեցիք եւ այդ ճանապարհին եղած դժվարությունները ոնց կարողացաք հաղթահարել։ Նախ շատ շնորհակալ եմ հարավերքի համար։ Բժիշկ դառնալը եղել է շատ բանալ, սովորական։ Դա սովետական տարիներն էր, առաջատար բուհերը ընդունվելու համար պետքա կամ շատ լավ սովորեիր, կամ պետքա լավ ծանոթ ունենայիր բժշկական ինստիտուտը, համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իմ մայրը 57 տարի աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, հիստոլոգիայի ամբիոնում, եւ մայրս համոզեց, նախ ես բժիշկ չէի ուզում դառնալ, համոզեց, ասեց պետքա շատ լավ է, բոլորը ուզում են, տենց ես հայտնվեցի Երևանի պետական բժշկական համալսարանում, հավարտեցի դժվար տարիներ էր 90-ական թվականներն էր, արդեն նոր ուզում էր սկսվեր պատերազմը, հայտնվեցի Արարատ քաղաքի Բուշ-Սանմասում, որտեղ կազմավորվում էր երազղ ջոկատը եւ արդեն մարտեր էին լինում տեղական, որից հետո մի քանի ամիս հետո, քանի որ ուսանող տարիներին աշխատել էի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, շատ սիրել էի այդ մասնագիտությունը, ինչի հայտնվեցի այնտեղ, մայրս սիրում էր ակտիվ տղաների, ուսանողների հետ աշխատել, իրենց կրթում էր, ասում էր, որ պետք չի ձեր մասնագիտությունը բժիշկ է եւ այլն, տենց մի ակտիվ էլ ես էի ու լուսահոգի Թամազյան Համլետ Սերգեյիչը այն ժամանակ ընդհանուր վիրաբուժության բաժնի վարիչն էր, մամաս իրեն բավականին օգնել էր, տարավ իր մոտ, ասեց, որ խնդրում եմ տղայիս վիրաբույժ դարձրա, որտեղ ես մամայիս ասել էի, որ եթե ես վիրաբույժ չլինեմ, ընդհանրապես բժշկությամբ չեմ զբաղվելու։ Ու Համլետ Սերգեյիչն էլ որպեսի իրանից ծրի, ինձ ասեց նոր զարգացող ճյուղ է միկրոխիրուրգիան, արի գնա այնտեղ որպես ֆելդշեր աշխատի, ու շնորհակալ եմ դրա համար, հայտնվեցի միկրոխիրուրգիայում եւ տեսա, որ մարդիկ ինչ քրտնաջան, ինչ տքնաջան աշխատանքով հերոսամարտեր են տալիս մատի համար, ձեռքի համար, այդ տարիներին ռեպլանտացիաներ եւ այլն, շատ մեծ աշխատանք էր կատարվում, նոր էր կայանում միկրոխիրուրգիան Հայաստանում ու տենց որոշեցի, որ պետքա հետ գամ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, միկրոխիրուրգիայի բաժանում 90 թվականին արդեն տարբեր ճանապարհներով հայտնվեցի այնտեղ, որի համար շատ շնորհակալ եմ
պրոֆեսոր Միքայելյանին եւ իմ ընկեր Լեոն Թորոսյանին, ով խնդրեց Ալեքսանդր Լվովիչին, որ ես աշխատեմ այնտեղ, իսկ Ալեքսանդր Լվովիչը շատ էր սիրում ակտիվ, առաջընթաց սիրող վիրաբույժ երիտասարդների ու բոլորին հավաքում էր այդ հիվանդանոց, որպեսզի ու այդ ժամանակ շատ մեծ վիրաբուժական ուժ ուներ այդ հիվանդանոցը, հիմա էլ կարծում եմ բաց չի, բայց այն ժամանակ ու դրանից հետո առաջատար մեծ մի քանի կլինիկաների, մի քանի հիվանդանոցների վիրաբույժները դրանք Միքայելյանի հիվանդանոցում կայացած բժիշկներն են։ Իսկ ձեր մասնագիտական ուղում ինչպիսի դժվարությունների հանդիպեցիք, որ հետո դրանք հաղթարեցիք, օրինակ ձեզնից գոհ եկա, ինչ լավ է, որ այս դժվարությունը կար, ես էս անցա, բայց ես դրանից հետո այնքան գոհ եմ, որ կարողացա այս հաղթահարեմ, ու ձեզ որպես մասնագետ կայանալու համար ինքը շատ կարևոր կամ մի քանի կարևոր բաներ եղավ, որ դուք Տեսեք, որ սկսեցի աշխատանքային գործունեությունը, սկսվեց արդեն առաջի պատերազմը, բազմաթիվ վիրավորներ, Արտավազդ Բագրատիչ Սահակյանն էլ առաջնագծում էր, Արմեն Հովհաննիսյանը, Լևոն Բաղդասարյանը, մեծ sense խումբ էր, որոնք անձնազոհ աշխատում էին պատերազմի տարիներին ու հիվանդների քանակը շատ էր, վիրավորների քանակը շատ էր։ Երբեմն լինում էր, որ վիրահատության ընթացքում դուրս էին գալիս, այն ժամանակ, ասենք, այս համեմատած երկրորդ պատերազմի հետ, տենց կազմակերպված չէր ամեն ինչ։ Արյուն չկար, վիրակապական նյութեր չկար, ռազմական բժշկությունը զարգացում չուներ, շատ մեծ բարդություններով հետ էին գալիս էին հասնում էին մեզ ու մենք դուրս էին գալիս, արյուն էինք տալիս այդ զինվորներին, նորից գալիս վիրահատում էինք, տենց ճանապարհ էինք անցնում, միաժամանակ նաև կատարում էինք խաղաբնակչության վիրահատությունները միկրովիրաբուժության ծառայությամբ։ Գիտեք, այդ դպրոցից հետո արդեն վախենալու չէր ոչ մի բան, ու իմ բախտը բերել է, քանի որ դուք ուզում եք, որ երիտասարդ վիրաբույժներին ինչ-որ ցանկություն, ինչ-որ մաղթանքներ ասենք, ես ցանկանում եմ, որ իրենց կյանքի սկիզբը լինի նման բարի, լավ մարդկանցով շրջապատված, ոնց որ իմն էր, եւ բոլորը ուզում էին, որ ես կարողանայի վիրահատել, ես կարողանայի օգնել, ես անեի, ինչպես կարծում եմ, որ ստացվեց, որի համար շնորհակալ եմ բոլորից, միկրոխիրուրգիայի բաժանմունքից Արտավազդ Սահակյանի ղեկավարությամբ։ Իսկ մասնագիտությունը շատ հետաքրքիր, ես իրականում շատ եմ սիրում պլաստիկ եւ միկրովիրաբույժություն, որտեվ ինքը բոլոր հյուսվածքների հետ աշխատող մասնագիտություն է եւ մկան եւ նյարդ եւ անոց, ամեն ինչ կա իր մեջ, շատ գեղեցիկ, իրականում գեղեցիկ է բոլոր առումներով, բայց դուք որպես արդեն երկար տարիներ աշխատող մասնագետ, ով որ որոշակի ավանդ ունի դրած այս մասնագիտության զարգացման մեջ, կասեք մասնագիտության դրական ու բացասական կողմերը, եթե օրինակ ես որպես երիտասարդ բժիշկ ուզում եմ դառնամ պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, ինձ համար ինչն է այնտեղ գրավիչ լինելու եւ ինչը կարող է ինձ վանել այդ ճանապարհի վրա։ Ճանաչողները միշտ բոլորին ասում են, որ իմ կյանքը բաժանված է վիրաբուժական գործունեությունը բաժանված է երկու ճանապարհ։ Նոր դուք նշեցիք, որ նյարդեր, մկաններ, ջլեր, ամենագեղեցիկ վիրաբուժությունը դա իմ համար դաստակի վիրաբուժությունը, վերականգնողական վիրաբուժությունը, որով ես զբաղվում եմ գրեթե մինչև 2000 թվականը, ու ես այդ տարիներին ասում եմ միշտ, որ ես կարգի բժիշկ եմ եղել այդ ժամանակ, ու շատ հաճախ օդանավականներում տարբեր տեղեր հանդիպում եմ, ասենք, արդեն օրիորդների կամ երիտասարդների, որոնք 25-ը անց են, տենց մոտենում են, փաթաթվում են ինձ, ես իհարկե իրենց չեմ հիշում, ասում են դուք 8 տարեկան եք, 10 տարեկան եք, իմ ձեռքը փրկեցիք, իմ մատը փրկեցիք, նման բաներ լինում է,
ու ես այդ ժամանակ մենց հպարտ եմ, որ ես այդ ժամանակ զբաղվել եմ այդ լավ վիրաբուժությունով, ցավոք սրտի, թե ուրախություն ինձ 2000-ականներին արդեն վերականգնողական վիրաբուժությունը մի տեսակ անկում էր ապրում, ինչ առումով արտադրությունները քչանում էին մեխանիզացիան, ռոբոտները մեխանիզացիան մտնում էր կյանք եւ արտադրական տրավմաները քչանում էր, վերականգնողական վիրաբուժության կարիքը գնալով նվազում էր եւ 2000-ականներից արդեն սկսվեց վերապատրաստումներ սովորել պլաստիկ վիրաբուժության հետ կապված էլի տքնաջան աշխատանք էլի տարբեր տիպի մոտեցումներ, լրիվ ուրիշ մոտեցում է, վերականգնողական վիրաբուժությունը դա առանձին մոտեցում է, պլաստիկ խիրուրգիան առանձին մոտեցում է եւ միշտ եթե ուզում եք ինչ-որ մաղթանք այդ բժիշկներին եւ ինչ-որ բան կապ չունի ինչով է զբաղվում ինքը, եթե ինքը կարողացավ յուրաքանչյուր իր բուժառուի մեջ տեսնել իր հարազատին, իր աղջկան, իր քրոջը ու մոտենալ յուրաքանչյուրի նույն ձևով, ոնց որ ասենք վերականգնողական վիրաբուժության ժամանակ, որտեղ այդ ժամանակ կենաց մահու պայքար ես տալիս օրգանի ինչ-որ հատվածի համար, որ կարողանաս իրան վերականգնես ու դու շատ ես հարազատանում այդ բուժառուի հետ իսկ պլաստիկ խիրուրգիայի մեջ եթե դու կարողանում ես ճիշտ համատուցես քո ճիշտ ներկայացնես քո աշխատանքը ինչ ես ստանալու ու ինչ ես առաջարկում որ կա շատ հաճախ բուժառուները նկարները վերցրած ձեռքերը գալիս են ասում են ինձ այս սրանից բայց ինքը լրիվ ուրիշ դեմք ունի ինքը լրիվ ուրիշ շուրթեր ունի ինքը ուրիշ այտոսկրեր ունի դու դրանից չես ստանալու եւ եթե այն բժիշկները որոնք մտել են պլաստիկ խիրուրգիայի մեջ արդեն կայացած բժիշկ են եղել նրանք իրենց կարծում եմ թույլ չեն տալիս որ ասեն հա հեսա կստանանք բայց էլ ասեն կներեք չստացվեց չէ իրանք ռեալ բացատրում են ասում են ու դա երկար է տևում որ դու իրան ցույց տաս ինչ է ստանալու ինչ կա ու ինչ պետք է լինի որ այդ պատրանքները չլինեն որ գիտեք Անջելինա Ջոլի շուրթերից պետք է ունենա այո կարող եք ունենալ բայց դու այնքան բարակ է իր շուրթերը որ դու դրանից դա չես կարա ստանաս Աստորեն դու իրան այդ պատրանքը ասում ես, հետո ասում ես վերջում նոր գործողությունից հետո ասում ես չստացվեց կներես, որտեվ շատ բարակ էր։ Ես ուզում եմ այդ երիտասարդները, որոնք մտնում են պլաստիկ խիրուրգիայի մեջ, պլաստիկ խիրուրգիան, գիտեք, ավելի շատ կներեք արտահայտում 1000 ներողություն բառիս համար, դա բիզնես գործունեություն է բժշկության ինչ-որ ծառայության մատուցում բիզնես առումով, որովհետև ոչ մի բուժառու կոմոդ հիվանդ չի, ոչ մի բուժառու պրոբլեմ չունի բացի էսթետիկ արատներից լինեն ավելի շատ մոտենան այդ բուժառուներին ճիշտ բացատրեն ինչ են ստանալու, ինչ կլինի, ինչ պետքա լինի, խաբկանքները, որ տարբեր տիպի ծրագրերով կարողանում են սարքեն, դծեն, ասեն այսա տես կոմոդ սենց ստացվելու է, ցավոք սրտի միշտ չի, որ այդ ծրագրերի ցույց տված նկարներից դու կարողանում ես ռեալ վիրահատությունից հետո ստանալ, ավելի ճիշտ է, որ իրենք բացատրեն, ասեն Ճիշտ է, ծրագիրը օգնում է մեզ, որ կարողանանք դա ճիշտ ներկայացնել, ճիշտ ընտրություն կատարել, ճիշտ կրծքի իմպլանտ ընտրել, ճիշտ ֆիլեր ընտրել, որպես պլաստիկ մատերիալ, կատարել լիպոֆիլինգներ եւ այլն, բայց առաջի մոտեցումը, որ դու կարողանաս ճիշտ ներկայացնես քո պացիենտին դա շատ կարևոր է բոլոր բժիշկների համար լինի երիտասարդ լինի փորձառու լինի անվանին լինի հեղափոխական չգիտեմ բոլոր բանը պետք է առաջի քայլը ճիշտ կատարվի եթե դու սկսում ես քո բժշկական գործունեությունը ճիշտ քայլերով
դա շարունակությունն էլ է լինում ճիշտ քայլերով։ Եթե դու սկսում ես մտածել որպես այդ բուժառուն քո համար ինչ որ փող, ես դες կոպիտ չէի ուզում ասել, դուք ճիշտ ասենք, ինչ կա ասենք։ Այո, փողի աղբյուրը, դա արդեն վերջ։ Դա շատ կարճ կյանք ունենալու այդ բժիշկը։ Հա, ես համաձայն եմ։ Ես ձեզ հետ համաձայն եմ, բայց հիմա գնալով ավելի շատանում է պլաստիկ որպես միկրովիրաբույժներ շատ քիչ ունենք Հայաստանում, ովքեր ուզում են միկրովիրաբույժ դառնան եւ պլաստիկ վիրաբույժությունը սենց լավ թափ առել ու հիմա շատ տրենդային է դարձել նաեւ պլաստիկ վիրաբույժ դառնալը եւ մասնագիտությամբ աշխատելը իր մեջ շատ հետաքրքիր եւ շատ գեղեցիկ կարաս դու ստանաս ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ օրինակ դուք չեք մտածում, որ անհատականության կորուստ կա ինչ որ այդ ամեն ինչի մեջ, երբ որ սկսում եք որպես մարդկանց փոփոխել, դարձնել նույն ձև, կոպիտ ասած էլի, ես օրինակ ինձ էլ է հաճելի գեղեցկացնել մարդկանց, բայց երբ որ շատ են մարդիկ սկսում դառնալ նույն ձև, անհատականության կորուստ չի լինում արդյոք այդ ամեն ինչի մեջ։ Տեսեք, սկսեմ ձեր հարցի առաջի մասից, որ պլաստիկ վիրաբուժությունը դառել է տրենդային։ Իմ լավ ընկեր Արմեն Հովհաննիսյանն է, կներեք հումորիս համար, ասում է, որ քարը բարձրացնում ես, տակից երկու հատ պլաստիկ քիրուրգ է դուրս գալիս։ Այդ ձեր առաջի հարցի պատասխանը։ Երկրորդը, իմ աշխատանքային գործունեության ընթացքում թող յուրաքանչյուր իմ բուժառու ասի, որ ես երբևիցե մի կետի չեմ նայում։ Ինչ գործողություն էլ անեմ, ինչ գործողություն էլ լինի, բոլորը գիտեմ, որ երբևիցե դա չի լինելու վուլգար, դա չի լինելու տգեղ, ու դա պետք է պարտադիր համապատասխանի իր դեմքին։ Դա իմ աշխատանքային կրեդոներից մեկն է։ Ինչի այդպես, որովհետև այդ բուժառուն դուրս է գալու իմ մոտից, ասենք եթե դու մեծ շուրթերով իրան ուղարկեցիր, վաղը իրան հարցնել են ով արե դա, ու դա ինձ պատիվ չի բերում, որ ինքը այդ մեծ շուրթերով է, եթե լինի գեղեցիկ ու չնկատվող այդ շուրթերը, դա իմ համար պատիվ է, եթե այդ այտոսկրերը լինեն սիրուն, չլինի սենց, որ աշկերը չի երևում, այլ երկար, ձգված, սիրուն, գեղեցիկ, դունչը ծնոտը համահունչ լինի դրան, ձգվածությունը լինի չափի մեջ, չի կարա 55 տարեկան կնոջը նենց ձգես, որ անընդհատ ժպտա, դա պրակտիկորեն դա հնարավոր է, բայց դա տգեղ է, չի կարա 55 տարեկան կինը նման լինի, ասենք 35-ի, չէ, յուրաքանչյուր տարիք իր հմայք ունի, իր գեղեցկություն ունի, ունենք նպատակներ, նպատակը որն է մեր գործունեության, որ դարձնես այդ դեմքը իր տարիքին համապատասխան երիտասարդ, հաճելի եւ այցելում քեզնից դուրս գա ոչ թե այն նպատաբանով տպավորություններով որ դու հա իր ուզած արեցի, բայց ոնց որ այն չի այդ իր ուզած, այլ դուրս գա երջանիկ, շողշողուն աշկերով, հպարտ քայլվածքով, կարող է բառեր են, որոնք շատ հնչում են տենց, բայց եթե ոնց որ իմ ուսանողները կամ քույրերը ասում են, մենք միշտ զարմանում ենք, երբ ոնց կարա մարդ 12 ժամ աշխատի ու ամեն այցելուի հետ ուրախանա։ Եթե դու ամեն այցելուի հետ ուրախացար, եթե դու ստեղծեցիր, ապա կայացել ես որպես բժիշկ։ Համաձայն եմ քո հետ, որ բոլորի դեմքերը, ձեր հետ, որ բոլորի դեմքերը նույնը։ Փողոցում քայլել չի լինում, ես չեմ կարողանում փողոցում քայլել, որ թորնիկներս խնդրում են ինձ տանեմ այգի, տանում են այգիները, որտեղ մի քիչ ավելի նորմալ, իմ կարծիքով նորմալ կենսակերպ ունեցող մարդիկ են քայլում,
երբեմն փողոցով քայլում ես ոնց որ առաջնություն լինի այդ ոսկրերը ավելի մեծ կլինեն, շուրթերը ավելի մեծ կլինեն, բյուստը ավելի առաջ կլինի, ով ավելի շատ հանված կլինի, կներեք արտահայտությանս տղաներն էլ չսափրված, ճիշտ է Դավիթ ջան, քո մուրուքը լավն է, բայց չսափրված ու անատամ, հնարավոր չի այդ նայել։ Դուք որպես գեղեցիկ հետ աշխատող մարդ, ես կուզեմ ձեր գեղեցիկի պատկերացում անում։ Ձեր համար գեղեցիկի սահմանումը ո՞րն է։ Որպես բժիշկ, որպես մարդ, որ համարում եք, այ այս տեսա գեղեցիկ էր։ Ուրախացա, հոգիս լցվեց։ Գիտեք, ինչ չի, որ իմ պատկերացումները տարբերակվում է գեղեցիկի ձեր պատկերացումից, նույնն է։ Դա լինի բնական, դա լինի գեղեցիկ ու երբևիցե, եթե նկատի ունեք իմ աշխատանքային գործունեությունը, երբևիցե չերևա, որ դուք որևիցե մի բան արել եք, հնարավորին չափ չերևա, որովհետև կան օրինակ բոտոքսի ներարկումներից հետո իհարկե խաթարվում է միմիկան, բայց դու կարողանաս նենց կատարես դա, որ այդ խաթարումը լինի համահունչ, այսինքն չլինի սենց դեմք, որը ոչինչ չի արտահայտում ու դու պետք է գլխի ընկնես, որ ինքը զարմացել է, չէ, այդ իմ համար շատ տգեղ է, իմ համար սիրուն է, երբ որ դա բնական է, իմ համար սիրուն է, որ դա իրոք գեղեցիկ է, տարբեր դարաշրջաններ, նկարիչները տարբեր գեղեցկության մոդելներ են բերել, մոդելը բայց միշտ մեկն է եղել, որ դա լինի բնական, մոդելը միշտ եղել է նա, որ դու ստանաս այդ բնականը, դու կարողանաս առաջինը, քանի որ հիմա նենց է զարգանում կյանքը, երիտասարդ աղջիկներն այս բաներ են ուզում քեզնից, որ դու էլ ես մտածում անես, թե չանես այդ բանը, բայց դու կարանաս այդ երիտասարդ աղջկան ասես, չէ բալիկ ջան, քո շուրթերը շատ լավն է, գնա վայելի այդ շուրթերը, ինչի ես ուզում, որ մենք կպածնենք քո շուրթերին, որովհետև կպնելուց հետո դու դրանից լավը չես տեսնելու, այդ այն համար գեղեցիկ։ Այսինքն կարևոր է, որ որպես պլաստիկ վիրաբույժ դու կարող ուսումնասիրես հին ժամանակներից եւ արվեստ, եւ երաժշտություն, եւ գրականություն, եւ թատրոն, որ կարողանաս, ես sense եմ պատկերացնում, էլի, եթե ուզում ես գեղեցիկ հասկանաս, ամեն դեպքում ոնց դուք ասացիք, ոնց որ գեղեցիկը տարբեր ժամանակներում տարբեր է եղել։ Հիմա Աֆրիկայում օրինակ շատ ցեղեր կան, որ պարանոցը ինչքան երկար է կնոջ, այնքան այդ կինը ավելի գեղեցիկ է համարվում, բայց մեր մոտ օրինակ ուրիշ ձև է։ Օրինակ, չգիտեմ, Միշնադարում ավելի, չգիտեմ, մի քիչ ավելի կլորություն է, սուր եզրերը այդքան ընդունելի չեն Միշնադարում օրինակ ավելի շատ կամ հին Հռոմում տենց շատ մեծ չափեր եւ այլն ամեն ինչ պետք էր ճիշտ պրոպորցիայով լիներ ամենտեղ դուք ճիշտ եք գտնում որ ամեն դեպքում պետքա շատ ուսումնասիրել գնալ բացի մասնագիտությունից որը որ մենք ամեն օր իր մեջ ենք այլ գնալ կարդալ նայել պատկերասրահներ թատրոններ եթե իհարկե հասցնում ես ինչքան հնարավոր շատ էլի այդ մասով ինչ կասեք դուք Անխոս պետքա տեսնել առաջինը որ ուզում եմ մինչև բացատրեմ միտքս յուրաքանչյուր պլաստիկ վիրաբույժ պետքա ունենա չափի զգացում եթե չունեցավ այդ չափի զգացումը ինչ ուզում է տեսած լինի չի կարողանալու դա իրագործել քանի որ ինքնընդհատ ուզենալու է որ վերցնի անի շատ ուսնի չէ պետք է չափ լինի կանգնելու հնարավորություն ունենա, որովհետև միշտ բոլոր երիտասարդ բժիշկներին ես ասում եմ ավելի լավ է քիչ, քան թե շատ, որտև քչից կարող է շատացնել, բայց շատից երբեք քչի չես կարող գալ։ Ինչ վերաբերում է տեսնելուն, հիմա ես իմ կյանքից օրինակ ասեմ, անցյալ տարի սեպտեմբերին ես աշխատում էի Փարիզում ու այդ աղջիկները, որոնց հետ աշխատում էի, ինձ ուզեցան սյուրպրիզ անեն ու ստացվեց իրանց մոտ։ Իրանք ինձ անձնական տուր կազմակերպեցին Լուվրում, քանի որ ես ֆրանսերեն ու անգլերեն այդքան լավ չեմ խոսում, ֆրանսերեն ընդհանրապես չեմ խոսում, անգլերեն խոսում եմ։
գտան մի հատ գիդ, որը ռուսալեզու էր, արվեստի գիտությունների թեկնածու, շատ հաճելի աղջիկ էր, կին էր, որը ինձ սիրով տարավ Լուվրով ցույց տալու գործերը։ Սկսեմ նրանից, որ ասեց Դա Վինչին 21 հատ նկար է արել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Ես ասեցի ձեր տվյալները հավաստի են, ասեց այո իհարկե, ասեն զարմացած, ասի չէ 22 է եղել, ասեց ինչի, ասի մի հատ էլ մենք կլինիկա ունենք այդ նկարներից մեկն է, որպեսի բան լինի, ու երբ որ հասանք Վեներայի արձանին, պարանոցի վրա այդ այսպես կոչված Վեներայի օղերը ինքը ներկայացնում էր, ասում էր տեսեք ինչ սիրուն է, ինչ գեղեցիկ է, ինչ համահունչ է իրան, կատարված բան։ Հիմա նույնը ուզում եմ փոխաբերեմ մեր կյանքին, այդ ընթացքում մտածի իմ մտքում ուզում ու հետո իրան էլ արտահայտի, ասի դուք չեք պատկերացնում քանի անգամ են իմ կյանքում եկել ու ուզեցել այդ Վեներայի շրջանակները վերացնեն։ Ամեն ժամանակաշրջան ունի իր սիրունության պատկերացումները։ Մեր ժամանակաշրջանում գեղեցիկը եւ բնականը արդեն ես ուրախանում եմ դրանով, որ շատ-շատերն են դա ուզում։ Եթե մի 7-8 տարի առաջ, երբ որ ես Մոսկվայում աշխատում էի, աստղերը գալիս էին միայն այն բանի համար, որ իմ մոտ ստացվում էր բնական գեղեցիկ ու չէր երևում արած, բայց գալիս էին նաև շատ-շատերը, որոնք ուզում էին շատ մեծ շուրթեր, շատ մեծ, ես չեմ արել կյանքիս մեջ երբևիցե տենց բաներ, ու խորհուրդ եմ տալիս նաև այն վիրաբույժներին, որոնք սկսում են չանեն դա, որովհետև դա իրանց պատիվ չի բերելու։ Եվ չափի զգացումը նորից ուզում եմ գալ, ամենամեծ կարևոր ֆակտորներից մեկն է պլաստիկ վիրաբույժների, նոր սկսվող պլաստիկ վիրաբույժների, իրենց մոտ դա բնական է, դրանք բոլորը անցել են այդ ուղղությունը, սկսած ինձնից վերջացրած նոր սկսվողներից, բայց այդ չափի զգացումը եթե ունենում են, որովհետև իրանք ուզում են շատ անեն, շատ փող աշխատեն, շատ էս անեն, շատ այն անեն, շատ, հիմա գա, որտեվ էս մեկը եկավ, կարող է դրանից հետո մի որոշ ժամանակ այցելություն ունենա, անյան, չէ, երբ որ դու կարողանում ես կանգնել, որ դու կարողանում ես հասցնել չափի զգացումը, կարողանում ես սիրուն անել, կարողանում ես անել բնական, շատ շուտ երկրորդ այցելուն գալու է քո մոտ։ Կարծում եմ, որ ես ճիշտ բացատրեցի գեղեցիկի ընկալումը եւ ճիշտ բացատրեցի նաեւ այն, որ պետք է որ այդ մարդիկ երիտասարդ բժիշկները ճիշտ է իրանք չեն ընկալելու ինձ, ասեմ եմ խոսում էլի հələ մը թողեթան իրա մոտ տենան ինչ անելու, ոնց անելու, չէ, իհարկե դա կյանքի ընթացքում է գալու։ Ես մի հատ օրինակ բերեմ, ժամանակ երիտասարդ է, Երևանի հիվանդանոց նոր է գնացել, Արմեն Ռաֆայելիչն այդ ժամանակ կոմանդիրովկա գործուղման էր, թե կոնֆերենցիա էր, չէ, բանում Աչափնյակում մի հատ գազի բալոն էր պայթել, եւ երկու ոտը կտրած մի հատ տղա են բերել, այդ ամբողջ գիշերը չարչարվեցինք այդ տղայի վրա, այդ երկու ոտը կպցրեցինք, հիմա կանգնած ենք ռեանիմացիայում, պրոֆեսոր Սարուխանյանը, Աստված օգին լուսավորի, եկավ ու պետքա զեկուցենք, ես ասենց հերոսի պես կանգնած եմ երիտասարդ ուսում եմ, ասեմ, տես ինչ եմ արել աշխարհում, իշքան քիչ մարդ կա։ Ես նայեց, ասեց, դե գիտես դու ես արել։ Ասեց եղա, ասի ոնց, ասեց դե Աստված է ուզե տենց ա եղել։ Հիմա ես իր խոսքերի իմաստը հասկանում եմ։ Այն ժամանակ դա չէի հասկանում ինչ է ասում, ասում եմ լավ էլի, մենք չէր կարող ասել ինչ երիտասարդ տղա էս պրեսես ինչ օպերացիա է արել բան։ Ու հիմա էլ նոր մեր երիտասարդները պետք է նայեն ինձ, ասեն էս ինչ է խոսում, արդեն անցել է, արդեն ամեն ինչի հասել է, սկսել է փիլիսոփայել։ Ցավոք սրտի կյանքի ընթացքում ես ձեռք բերում այդ ամեն ինչը, ինչ որ հիմա ես արտասանում եմ։
Ես ամեն դեպքում ճիշտ եմ համարում լսել մեծերին ու իրանց փորձը ադապտացնել ներկայիս իրականությանը, որտեվ ամեն դեպքում ճիշտ է հետ նայելով նորը սինթեզել, քան թե լրիվ դնել 0-ից հեծանիվ հնարել, որտեվ դա ավելի բարդ է լինում, եւ դրա համար ես օրինակ կողմ եմ միշտ մեծերից սովորել ու իմ համար դա իրականում պատիվ է։ Երբ որ ինձ հարցնեն, ասեն իմ ուսուցիչը ով է, օրինակ ասեմ, չգիտեմ, Արմեն Ռաֆայելիչն է կամ օրինակ Սեյեդ Կասիկովիչն է, իմ համար ես հպարտ կլինեմ, որ ասենք այս մարդկանց մոտ սովորել եմ, էլի կամ դարձել եմ ինչ-որ մի բան, կարծում նո երիտասարդներից մեջ կա, ես չեմ ասում, որ այդ լրացուցիչ ագեր ինքնավստահությունը կա, որը շատ ժամանակ երբեմն օգնում է, բայց շատ ժամանակ էլ խանգարում է, որտեվ երբ որ դու գեր ինքնավստահ ես քո ուժերին, չես տեսնում թերությունները։ Լավ է, որ դու ինքնավստահ ես, գիտես, որ դու կարող ես անել, բայց պետք չի, որ դու դրանից կուրանաս։ Ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր ավելի շատ բան գիտեն քեզնից, ավելի երկար են գնացել այն ճանապարհով, որով որ դու ես գնում, ու հաստատ կարելի է ասենց նայել, սովորել, հարգել իրանց ամենակարևորը, որովհետև չի լինի էլի առանց դրա։ Այդ հերթափոխը ոնց որ այդ անիվը, որ պատտվում է մեծից փոքր անընդհատ նոր սերունդն է գալիս, պետք է որ լինի այդ հարգանքը մեծի նկատմամբ։ Չգիտեմ, ես օրինակ այդպես եմ դաստիարակվել, որ ճիշտ է հարգել մեծերին եւ փորձել լսել, հասկանալ իրանք ինչ են ուզում։ Ամեն դեպքում վերջում որոշումը քոնն է, բայց եթե դու կարողանում ես լսել, հաստատ շատ բան կսովորես։ Սա է այդ ամեն ինչից, ես տենց եմ մտածում։ Եվ որ ասում եք բան, մեծացել եք բան, չեմ կարծում, ինչքան մեծանում եք, ինքան եթե դուք այս գործը հələ որ կարողանում եք անեք, նշանակում է չեք մեծացել, այնպես որ այդ մասով կարակ չմտածեք։ Գիտեք ինչ էի ուզում նաև հարցնել ձեզ, որ դուք աշխատել եք տարբեր տեղերում, եւ Հայաստանում, եւ Մոսկվայում, նշեցիք Ֆրանսիայում եք եղել, տարբերությունները։ Եկեք մի վարքյանով կներեք ընդհատեմ, ես ձեր մեկնաբանություններ չգիտեմ, ուզում եմ ասեմ, որ դուք ճիշտ դաստիարակություն եք ստացել, դրա համար ձեր մոտ տենց է, բայց ոչ միշտ այդ ճիշտ դաստիարակությունը ուղեկցում մեր երիտասարդներին, քանի որ բոլոր տեղերը ֆինանսական, սոցիալական իրավիճակի ֆինանսական զարգացումները մտել է ընտանիքներ ու բոլորը ձգտում են, որ միանգամից հենց հիմա ու շուտ ու կներեք, որ նորից ընդհատեցի, պարտադիր պետքա կրթվեն։ Չի կարա ինտերնետով տեսնի ու ասի, ինչա որ ես չանեմ։ Երբ որ գնում են կոնֆերենցիաների, երբ որ գնում են տարբեր կլինիկաներ, տարբեր բաներ, այն տղան պետքա բժիշկ դառնա, ես պարտադիր բոլոր լավ կենտրոններ ուղարկելու եմ, որ ինքը տեսնի, որ չիմանա, որ իր հայրն է ու վերջ, չէ, պետքա կրթվեն։ Եթե չկրթվեցին, դա չի լինելու։ Ինչի դեմ դա ասում, ու ինք պետքա ճիշտ դաստիարակություն ունենան, որ կրթվելն էլ իմանան, որ դա շատ լավ բան է, մինչև չկրթվես, մինչև չկարդաս, մինչև չգնաս չտեսնես, մինչև փորձառու մարդկանց շատ մտքեր չլսես կոնֆերենցիաների ժամանակ, դու դրան չես կարողանալու հասնել, ու հենց դու մտածեցիր, նայեցիր հիմա դաշնամուրի դասատուից բռնած մինչև կներեք արտահայտությանս շտանգի չեմպիոններ ներարկումներ են անում ու լիքը բարդություններ են ունեն մենակ այն բանի համար, որ կրթվելը չեն ուզեցել ու գնացել են ինտերնետով նայել են, ասել են 4-ը ծակայել է, ես էլ կանեմ կպրծնի կգնա։ Հիմա շարունակություն։ Գիտեք մի հատ բան է, էլի այդ ձեր հետո կվերադառնամ այն իմ հարցին, այդ որ ասեցիք կրթվելու հետ կապված, երևի գիտեք կրթության մշակույթը մի քիչ կարևոր է, որպեսզի ճիշտ լինի մեր մոտ։ Ես օրինակ անձամբ ես սիրում եմ իմ մասնագիտությունը, փորձում եմ շատ կարդամ, ուսումնասիրեմ եւ այլն, բայց շատ ժամանակ ես վախենում եմ մոտենամ հիվանդին, որովհետեւ հանկարծ ես մի սխալ բան չանեմ։ Ես այդ ճիշտ է, ինձ չի տենց շատ եմ վախենում, բայց ամեն դեպքում ես կողմ եմ օրգանիկ աճին, որ մարդ կամաց բարդ է, որովհետև բժշկությունը առանց այդ ինքն իրանով բարդ մասնագիտություն է, բայց երբ որ դու օրգանիկ ես աճում, ամեն
ոնց որ մակարդակի վրա դու գիտես, որ այս մակարդակը վստահ տիրապետում ես, օրինակ ճիշտ ասեղ բռնել, ֆիլեր ենք օրինակ ներարկում, ճիշտ ասեղ բռնելը դու գիտես, всё։ Մի 10 անգամ ճիշտ բռնեցիր ասեղը։ Ես բռնեցի ասեղը, դուք ասեցիք, սենց սխալ ես բռնում, այս սենց բռնի ճիշտ կլինի։ Մի քանի անգամ, ինչեւ որ ես հստակ եմ, որ ասեք, всё, արդեն կարաս անես, ես վստահ եմ, որ դու ասեղ հանգիստ կբռնես, հետո նոր օրինակ դեղը քաշել է։ Մի 10 անգամ ճիշտ դեղ քաշեմ, այդ ֆիլերը օրինակ ներարկիչի մեջ լցնելը, ասեք, всё, ճիշտ է, կարողանում ես անես, անցնենք հաջորդ этаպին, օրինակ ասեղի ճիշտ մոտեցնել մաշկին, ոնց ճիշտ մոտեցնես որ։ Ու ուզում եմ ասեմ, այն որ հիմա ես օրինակ այնքան կուզեմ, որ մեր երկրում էլ այդպես լինի, որ օրգանիկ մենք աճենք, որ գանք դառնանք, օրինակ ես գամ դառնամ պլաստիկ վիրաբույժ, ես օրգանիկ աճեմ, սկսած այն բազայից մինչև բարդ վիրահատություններ, ես օրգանիկ կարողանամ աճեմ։ Ինքը իմ կարծիքով ամենաճիշտ մեթոդն է եւ աշխարհում էլ են այտենց են անում։ Ես կուզեմ Հայաստանում էլ այդպես լինի եւ ով որ սովորացնում է, նաև ինքն էլ պատրաստ լինի դրան։ Ձեր մասին չեմ ասում, բայց ընդհանրապես ով որ պատասխանատվություն է վերցնում բժշկին բժիշկ դարձնելու համար, միջև վերջ այդ պատասխանատվությունը տանի, որովհետև մենակ ուսանողին ասես դե դու նորմալ սովորի, դե դու նորմալ արա գնա պարապի եւ այլն, դա էլ մի քիչ այն չի էլի, որ ես օրինակ պացիենտին մոտենամ, չվախենամ մոտենալուց կամ եթե ինչ որ մի հատ մի բան են չանեմ, իմանամ, որ իմ մեջքին կանգնած մարդ կա, որ դաժե ես եթե սխալ արեցի, իրան ամեն պահի կարամ ասեմ սխալ արեցի էլի, կարող է ինչ որ մի ձև օգնեք կամ այսինքն կարծում եմ այդ ամենաճիշտ տարբերակն է, որ ավելի օրգանիկ աճենք, որ ավելի վստահ լինենք, էլի, որ ակադեմիական կրթություն ստանանք, այդ ամենակարևորն է։ Տեսեք, միշտ ես ով ինչ ճանաչում է, շատ քիչ աշակերտներ ունեմ, ու բացատրեմ ինչի, որովհետև դու պատասխանատվություն ես կրում այդ մարդու համար, որովհետև այդ մարդը, որ գնաց աշխատելու, ինքը պետքա մոտենա մարդու, որ օգնություն ցույց տա կամ գեղեցկացնի, եթե խոսում ենք ներարկումների մասին, դա շատ կարևոր բան է։ Առաջի հերթին լավ է, որ այդ տենդենսը կամ շատանում է, թե քչանում է, չգիտեմ, բայց որ սկսում են բոլորը հասկանալ, որ չի կարելի, այդ շատ լավ է։ Առաջինը պետք է ինքը ունենա բժշկական կրթություն, լինի բժիշկ կամ ամենակիչը քույր լինի։ Իմ համար ես ում սովորացեմ, դրանք բոլորը բժիշկներ պետք է լինեն ու կամ գլուխ գովամ, որ այսօրվա դրությամբ ասենք Բարսելոնա քաղաքի լավագույն կլինիկան ղեկավարում է, աշխատում է, ծաղկացնում է իմ աշակերտուին։ Նույնը Լոս Անջելեսում, նույնը Մոսկվայում, նույնը դա շատ կարևոր է։ Հիմա մասսայական ես կարդում եմ ինտերնետում, որ 10 հոգանոց խմբեր են վերցնում ու կապ չունի բժշկական կրթություն ունի, թե չունի, չի կարելի դա, ուղղակի չի կարելի։ Ճիշտ է, Ամերիկայում կամ Անգլիայում երեք առաջ օրեր կարծեմ բուժարու ունենք Անգլիայից, բժիշկ ինքն է մասնագիտության բժիշկ, որը ասեց իմ առաջի փորձը շատ վատն է եղել, որովհետև ես Անգլիայում ընկել եմ մի մարդու մոտ, որը պետքա ներարկեր ու բժշկական կրթություն չուներ, ասենց ամենահասարակ բանը անտիսեպտիկա չէր կարողանում պահել։ Երբ որ ասեցի ինչի չեք մաքրում իմ ճակատը, ասեց դա նշանակություն չունի կամ ես տեղից ասում եմ դուրս եկա։ Հիմա նույնը նաև Երևանում ամեն վարսավիրանոցում, ամենտեղ ինչ որ մարդիկ են հայտնվել, որոնք ներարկում են տարբեր տիպի ֆիլերներ են ներկրում, մի պիրոտ ցավ կար, որ հետույքները մոդելավորում են ինչ որ կորեական բանով, այդ կյանքից մեջ այդքան շատ հապցես թարախակույտ չեմ բացել, ոնց որ այդ ժամանակաշրջանը։ Իմ ուսանողներին, որոնք կան ու գալի պետքա գան, ես միշտ առաջի
10 օր ասում եմ ուշադիր հետևեք իմ մատերին, այն որ խորությամբ կլցնեք այդ ֆիլերը, ծաղ առանձին բացատրել, ինչ դոզավորում կունի այդ բոտոքսը, բայց դուք հետևեք այդ մատերին, որովհետև դա շատ կարևոր նշանակություն ունի։ Ու ձեր ասածով, որ մի ամիս բռնեն, ես երբ որ 98 թվականին եղա Հյուսթոն քաղաքում վերապատրաստման մանկաբարձական պարալիչներով, ռեզիդենտը ուսանողը 1 տարի լվացվում էր ձեռնոցներով, սենց կանգնում էր, որպեսզի ինքը լվացվել ու հասկանար սեպտիկա, անտիսեպտիկա։ Դրանից հետո նորա հիմա փոխվել անդեղի ուսուցման, բայց դա 98 թվականին 1 տարի այդ տղան ես զարմանում եմ, որ 3 հոգով լվացվում էին, 2-ը լվացված կանգնում էին, չէի հասկանում ինչը։ Հիմա հասկանում եմ որ այդ մարդը լինի զգույշ, չափի զգացումը ու վախի զգացումը շատ լավ բան է։ Եթե մարդ վախենում է, որ այդ բանը սխալ անի, նա զգույշ է անում դա։ Իսկ եթե չի վախենում, ասես կալում է սկսում ռինոպլաստիկ անել, տալ այդ ջարդու փշուր անել, հետո կուրացնել այդ մարդուն, հետո էս, այդ մարդը դեբիլ է, կներեք արտահայտության։ Մարդը չի հասկանում, որ վախի զգացումը շատ կարևոր բան է, նույնը ներարկման մեջ։ Բոլոր սֆերաներում կապ չունի, պետք է մի քիչ վախենաս, որ լինում ես, որ վախենում ես, զգույշ ես լինում։ Երիտասարդները մի քիչ ավելի ինքնավստահ են, որովհետև ասենք, եթե մեր ժամանակաշրջանում այսքան մատչելի չէր գրականությունը, այսքան մատչելի չէր YouTube-ով այդ ներարկումներն, այն, ապա հիմա դա շատ մատչելի է ու բոլորին թվում է, թե դա շատ հեշտ է։ Ինչ ա եղել, ցած կետերը դնում են, անում են, երկու միավոր է, հեսա չէ։ Երբ որ դու հասկանաս ինչ խորությամբ պետք է մտնես, ոնց պետք է անես, որ դա լինի, այդ ժամանակ դու արդեն կարաս դա անես, բայց եթե դու ասում ես, ինչ է ես չանեմ։ Ասենք տարբեր մասնակցության տեր մարդիկ, տարբեր, օրինակ Լոս Անջելեսում մարդիկ են ցույց տալիս, որ ես չեմ ճանաչում, ես ես վանի մեջ, պլաստիկ խիրուրգիայի մեջ եմ այսքան տարի, բայց այդ մարդկանց չեմ ճանաչում։ Ասում են չեմպիոն է էսի, եկել է, հիմա այցելուներ, ես գալիս եմ, սպասեք ինձ, հենց հիմա, բայց դրանցից շատերը սկի կրթություն չունեն, չեն էլ իմանում ինչը։ Ու գալիս եմ փչացնում են այդ մարդկանց, այդ մարդիկ թողում գնում են։ Հասկանում եք, պատասխանատվության բանը, այն դուք շատ ճիշտ եք ասում, այն մարդը ով սովորացնում է, չի կարա լավ ներարկումների սովորելը 2-3 հոգուց ավել լինի այդ խումբը։ 2-3 այսօր եմ ես իմ օգնականի հետ խոսացել, 3-ը դա պատալոգ է։ Դու պետք է իրան հասցնես տեղ։ Չես կարա դու 15-ին էլ նույն բանը հասցնես, այդ 15-ը դաժե չի կարողանալու տեսնել դա, որովհետև այդքան չի լինի այդ պացիենտին ասես բարձրացնես, որ ինքը տեսնի։ Կամ էկրանի տակ պետք է տեսնի, այն ասում է YouTube-ով տենում եմ էլ։ Կուզեի նշեիք անձնական կյանքը եւ գործնականը ոնց է կարողանում համատեղել եւ ամենավերջում եթե հետ գնայք ինչ խորհուրդ կտայիք երիտասարդ Սեյեդ Ղազարյանին։ Սկզբից առաջինը, հետո երկրորդ հարցը։ Համատեղեմ, նայեք։ Ես 3 զավակ ունեմ, 2 աղջիկ, 1 տղա։ Համատեղել լավ բժշկի համար չի լինում։ Բժիշկը երբևիցե, եթե ինքը պրոֆեսիոնալ է, իր ընտանիքի համար չի ապրում։ Դա իրականություն է։ Նա ապրում է ուրիշների համար, նա ապրում է իր բուժառուների համար, ու եթե Աստված չանի ինչ որ մի հատ խնդիր կա փոքր, ինքը դրանով ավելի շատ է ապրում, քան թե իր տղայի ստացած 3-ով։ Ասում են ինքը սենց անցնում է իր կողքով դա, բայց այդ 3-ը պետք է ջղայնանաս, որ ինչ ես 3 ստացել։ Իմ բախտը բերել է, որ 2 աղջիկներս բացարձակ գերազանցիկ են եղել, տղայի հետ լիքը խնդիր ենք ունեցել։ Հիմա չունենք այդ խնդիրը։ Համատեղել չի լինում։ Հիմա իհարկե մեծացել եմ ու կյանքիս իմաստը դա իմ թորնիկներն են, արդեն ես շատ սպասում եմ Կիրակի օրերին, որը իմ միակ ազատ օրն է, որ ես մի թորնիկս ցավոք, ուրախություն թե ցավոք սրտի ապրում է Դուբայում,
իրան տեսնում ենք միայն ամառները եւ այն ժամանակ, երբ որ մենք ենք գնում, իսկ այն մյուս երկու հրաշք աղջիկները, ես կիրակի օրերը սպասում եմ երբ է գալու, որ իրանք սեյետ գորալով այդ տանդեմից վազելով գան ու փաթաթվեն ինձ։ Դա հիմա եւ շատ սիրում եմ սպորտը, արդեն 98 թվականից մինչ առ այսօր ամեն առավոտ 45 րոպեից 1 ժամը իմն է, ես տենց եմ գտնում։ Առաջ մոտիկ էի ապրում, ստեղ հենց ձեր ստուդիայի մոտ, շատ էի իջնում Զանգվի ձոր, չռիկը, պարապում էի, կլոր տարին հիմա էլ լողանում եմ չռիկի տակ, ու բոլորին խորհուրդ եմ տալիս երիտասարդ փորձառուտեի կատարել դա, որովհետև շատ հաճելի է ու շատ մեծ էներգիա է տալիս ամբողջ օրվա աշխատանքի համար։ Եթե հետ գնայի Սեյեդ Ղազարյանին, երբևիցե չեմ մտածել, որ ճիշտն ասեմ, որ հետ գնայի, ինչ կասեի իրան։ Երևի նույնը կլիներ ինչ որ այսօր էր։ Ես շատ եմ չարչարվել, շատ եմ աշխատել, որ կարողանամ հասնեմ իմ ուզածներին։ Առ այսօր երևի մի ամիս առաջ եմ եկել մեծ կոնֆերենցիայից ու անընդհատ կրթվել է իմ համար շատ մեծ նշանակություն ունի։ Միշտ ասում եմ գնանք տեսնենք, փորձի փոխանակում անենք, որովհետև լիքը հարցեր է առաջանում աշխատանքային գործունեության ընթացքում, որոնց պատասխանները չես գտնում դու, իսկ քեզնից փորձված բժիշկներ էլ կան, կարող է իրանց մոտ կա, ու երբ որ ընդհանուր խոսում ես, գալիս ես ընդհանուր հայտարարի։ Չեմ կարող ասեմ ինչ կաներ Սեյեդ Ղազարյանը, բայց երևի նույնը է, չեմ կարող ես տես վեհ բառեր ասեմ, չգիտեմ, նորից կգնայի, նույնը երևի։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ ձեզ հաճելի զրույցի համար, շատ լավ ստացվեց ամեն ինչ։ Ես փակեմ արդեն հաղորդումը, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին, զանգակի կոճակը պարտադիր սեղմեք, մեկնաբանություններում գրեք, թե դուք ինչ կարծիք ունեք եւ անպայման տարածեք մեր տեսանյութերը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ տեսնեն եւ ավելի շատ մարդիկ կարողանան դառնալ լավ բժիշկ։ Ցտեսություն։